Գրագին և մեդուցական հայքի եթերում արտաքաղորդաշարն և այսօր հյուրընկալել ենք Modus Vivendi կենտրոնի նախագահ Արա Պապյանին և քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Աղասիլ Յանուկյանին։ Շնորհակալ եմ, պարոնայք։ Երկու օր առաջ Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական ընդլայնված նիստին Հայաստանի առաջ դրվեց հստակ պայման գնալ Եվրասիական միություն առանց Ղարաբաղի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբայևը ընթերցեց սիրով իր ընկեր Ալիևի նամակը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից պահանջեց, որպեսզի իր ընկեր Ալիևին չզայրացնեն, չմիափայնացնեն Հայաստանը Եվրասիական միությանը միանա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով։ Պարոն Յանուկյան, փաստորեն Հայաստանը միանում է մի միություն, որի անդամ գոնե երկու պետությունները կամ բոլոր պետությունները, բոլոր անդամները Հայաստանի բոլոր անդամների համար շատ ավելի կարևոր է Ադրբեջանի նախագահ Ալիևի միանալու հարցը, որը ըստ էության որևէ առնչություն չունի այդ միության հետ, որովհետև որևէ ցանկություն եւ նպատակ չունի դառնալ Եվրասիական միության անդամ, քան Հայաստանի այդպես ջանասիրաբար ջանքերը միանալու այդ միությանը։ Սա քաղաքական տրամաբանության մեջ տեղավորվում է եւ ընդհանրապես նվաստացուցիչ չէ։ Իհարկե նվաստացուցիչ է եւ առավել եւս կարծում եմ շատ անարգական էր, որ Նազարբայևը կարդաց այդ նամակը եւ ոչ ասենք Պուտինը, որ միգուցե Պուտինի ձայնը ավելի լուրջ կհամարենք, էլ չեմ ասում այն մասին, որ որպես քաղաքական քայլ, ասենք Սերժ Սարգսյանը կարող էր կարդալ իր ընկեր Պորոշենկոյի նամակը, ենթադրենք, որ Ռուսաստանը մտնի, ասենք Եվրասիական միություն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանները, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ նամակը ես կարծում եմ, պատկերավոր ասած, գրվել է դեռևս սեպտեմբերի 3-ին։ Դեռևս այդ ժամանակ պարզ էր, որ Հայաստանը զրկվում է իր ուրեմն բոլոր տեսակի մանևրելու հնարավորություններից, Հայաստանը մտնում է մի ճանապարհ, որը որ փակուղային է, Հայաստանը մտնում է մի ճանապարհ, որը որ մեր ազգային շահերի, մեր ազգային անվտանգության դեմ է գնում, եւ փաստորեն այս Աստանայի բեմադրությամբ Ռուսաստանը ապացուցեց, որ այս 100 տարվա սինհույսերը, թե Ռուսաստանը մեր անվտանգության երաշխիքն էր, դրանք կեղծ են։ Դրա փոխարեն Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքը Հայաստանում բարձ օկուպանտ է։ Այսինքն Հայաստանը նրա համար մոտավորապես նույն արժեքը ունի, ինչ ասենք Դոնեցկի հանրապետությունը։ Շատ լավ, սա որևէ դաս կարող է լինել, կարող է որպես դաս, որպեսի հնարավորինս կարող ենք սա ընդունել նաև որպես լավ պատրվակ ուղղակի հրաժարվելու Եվրասիական միությանը միանալու պահանջին, գուցե նվագի պահանջին։ Ցանկալի կլներ, որ ընկալվեր որպես դաս եւ իսկապես լավ հնարավորություն է Մաքսային միությանը չանդամակցելու, որտեղ ըստ էության այն նախնական գոնե բանավոր հավաստիացումները, որ մեր իշխանությունները մեզ տալիս էին, այսպես ենք հնարավոր հիմնադիր անդամների անունից վկայակոչելով, որ իբր մինչև իսկ Ղարաբաղի որոշակի կարգավիճակ կունեն, այսինքն շահագրգռում էին հասարակությանը հենց Ղարաբաղի հարցով։ Այսօր ցավոք սրտի պարզվում է բոլորովին հակառակը, որ Ղարաբաղի Հայաստանից անջատ լինելը մեկ անգամ եւս շեշտվեց այդտեղ, որը բոլորովին ցանկալի չէր, եւ եթե, ասենք, Նազարբայևի տեսակետը ամրագրվի, այսինքն ինչ որ մի ձևով դա ամրագրվի հիմնադիր փաստաթղթերում, դա բավականին վատ է։ Գիտեք, օրինակ Ղարաբաղի իշխանությունների կողմից լսվում են ցայներ, դե ինչ տարբերություն, այսպես թե այնպես մենք անկախ ենք, դրանք միամիտ հայտարարություններ են եւ պատահական չէ, որ Ադրբեջանը փորձում է ամեն մի կապ ունեցող կամ չունեցող ֆորումներում դա ամրագրել, որովհետեւ ի վերջո եթե տեսականորեն մաքսակետա դրվում Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև դա չի ընկալվում որպես այդպեսին, դա ընկալվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մաքսակետ եւ դա վաղը մեզ ասել են, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է, որևէ հավակնություններ չունի, այնպես որ կարծում եմ բավականին խոցելի վիճակ է մեզ համար ստեղծվել։ Ինչ կարող է ինչ այս անել Հայաստանի
ընդուներ, որովհետև այսօր նաև ռուս վերլուծաբան կողմից հիշեց, որ Հայաստանը անգամ չի ընդունել Ղարաբաղի անկախությունը։ Ընդուներ անկախությունը կամ ինչպես 88-99-ին էր նախատեսված միացվեր Ղարաբաղը Հայաստանին, ինչ պետք է աներ, քանի որ հնարավոր էր։ Ես դեռ ժամանակին գրել եմ եւ հենց սեպտեմբեր 3-ից հետո էլ գրեցի դրա մասին, որ հիմա շտաբ եւ շուտապույտ պետքա իրականացնել, իրագործել 80 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, չմոռանանք, որ այս ամբողջ շարժումը սկսել է միացման կարգախոսով եւ մեր անկախության հռչակագրի մեջ կա հղում դեկտեմբերի 1-ի որոշումը, իսկ մեր սահմանադրության նախաբանն էլ հղումը անկախության հռչակագրին, այնպես որ դա մեզ համար ուժի մեջ գտնվող փաստաթուղթ է, այսինքն այդ միացման ակտը, անկախ նրանից թե հետո ղարաբաղցիները ինչ են արել, ինչ հանրակրվել, դա իրենց համար է օրենք, մեզ համար օրենք չէ, մեզ համար օրենքա մեր սահմանադրությունը։ Դա այդպես պիտի արվեր եւ պիտի Ռուսաստանը փաստի առաջ կանգնեցվեր, որ մեզ համար Ղարաբաղը Հայաստանի մասը եւ Ռուսաստանը պիտի ընտրություն կատարեր, կընդուներ մեզ Ղարաբաղի հետ միասին, շատ լավ չէր, ընդունի նորից լավ, մենք գոնե կիմանայինք ինչ որ մի բան շահում ենք կամ չենք շահում։ Իսկ ներկա իրավիճակը այնպես է, որ մեր իշխանություններին պարտադրելու են, կարծում եմ, որ անդամակցեն մաքսային միությանը, ինչ որ մի հայտարարություն անելով Ղարաբաղի մասին։ Ինչ կլինի 19 օր հետո Հայաստանի վերջերս 3 դաշնակցության խմբակցության ղեկավար Ահմեդ Ռուստամյանը հայտարարեց, որ որևէ իշխանություն չի միանա Եվրասիական միությանը առանց Ղարաբաղի։ Սա լավատեսական է, թե իրատեսական։ Դա լավատեսական է, որովհետև ավելի շուտ իմ պատկերացումով կլինի այսպես, ուրեմն Հայաստանը ամբողջապես չի միանա Եվրասիական միությանը, Հայաստանը Եվրասիական միությանը կմիանա որևէ կրտված տարբերակով, այսինքն չի լինի այդ միության լիիրավ անդամ։ Ես չգիտեմ ճիշտն ասած այդ միության անդամ լինելը մեզ ինչ օգուտներ է տալիս կամ ինչ վնասներ է տալու, դա հակաբնական միություն է, որովհետև Հայաստանը անգամ դրանց այդ ուրեմն սահմաններ չունի, բայց ըստ էության կիրականանա այն խնդիրը, ինչ որ դրել էր Պուտինը իր առաջ, այսինքն իր առաջ դրել էր երկու խնդիր։ Առաջինը, որ Հայաստանը չգնա եվրոպական զարգացումների ճանապարհով, եւ երկրորդ, ուրեմն նա ստեղծում է իր տակ ինչ որ միություն նախկին սովետական երկրներից, եւ իրեն պետք է որ այդ ցուցակում անունները շատ լինեն, եւ Հայաստանի անունը այդտեղ կլինի։ Այսինքն Ղարաբաղի հարցը այստեղ մեջտեղ բերելը կբերի նրան, որ պարզապես Հայաստանը չի դառնա այդ միության ամբողջական, կլինի կրտսեր եղբայր, ասենք թե Ռուսաստանի ու Ղազախստանի նման գերհզորների, տիտանների կողքը կլինի ինքը կրտսեր եղբայր։ Երբ Հայաստանի այդպես քննարկվում էր բարբերաբար, թե ինչու է Հայաստանը շտապում դեպի մաքսային միություն, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ շտապում ենք, որպեսզի դառնանք Եվրասիական միության մեջ հիմնադիր անդամ։ Այս ջանքերը 7 մղոնանոց տեմպերը դեպի մաքսային միություն ըստ էության չգնահատվեցին փաստորեն եւ Հայաստանը չդարձավ հիմնադիր անդամ։ Բայց այդտեղ ինչ գնահատելու բան կար։ Ես ասեմ ձեզ, որ ուրեմն հիմնական պատճառաբանությունը, որ նետվել էր ասենք Սերժ Սարգսյանի PR-շիկների կողմից, որը որ անընդհատ քննարկում էր, թե Հայաստանը ինչու պարտադրված եղավ հրաժարվել եվրոպական ճանապարհից եւ ուղղվել դեպի Ռուսաստան, դա այն էր, թե Ռուսաստանը սպառնացել էր Ղարաբաղի հետ կապված ինչ-որ հարցերով, Ռուսաստանը ինչ-որ խոստումներ տվել Ղարաբաղի հետ կապված, այսինքն կատարվեց ճիշտ հակառակը։ Ես չգիտեմ, դա լայն հանրության համար էր արվում այս քարոզչությունը, այսինքն Սերժ Սարգսյանը գիտեր իրականությունը եւ փորձում էր մեզ ապակողնորոշել, թե պարզապես Վլադիմիր Պուտինը խաբել էր նաեւ Սերժ Սարգսյանին, բայց կարծում եմ սա արդեն քաղաքական չի։ Ինչ է նշանակում խաբել էր, խոսք տալով այստեղ չի լինում, պետք է դնել, տեսնել թե Ռուսաստանի շահերին որն էր ավելի համահունչ եւ ըստ այդմ տեսնել թե նա ինչ քայլ կանի։ Ճիշտ է։ Եվ փաստորեն եղավ այն ինչ որ պետք է լիներ։ Այսօր եւ 2009-ին եւս այդ մասին խոսել եք, ինչ ասել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ, կան նոր իրավական թե դավաքի մոլորություն։ Դա լայնորեն տարածված մոլորություն է, որովհետև ՄԱԿ-ի հիմնարար փաստաթուղթը կանոնակարգը, որով այդ կազմակերպության եւ իրավասությունները եւ լիազորությունների շրջանակն ամրագրված,
որևէ հիշատակում չունի սահման բառի եւ ընդհանրապես ՄԱԿ-ը չունի ճանաչման գործառույթ, որևէ տեսակի ճանաչման, ոչ պետության ճանաչման, ոչ իշխանության ճանաչման, առավել եւս սահմանների ճանաչման, նման բան չկա։ ՄԱԿ-ին անդամակցում են արդեն ճանաչված երկրները։ Ինչ վերաբերում է սահմանների ճանաչմանը, ընդհանրապես միջազգային իրավունքով, դա տեղի է ունենում փոխադարձաբար սահմանակից երկրների կողմից։ Երրորդ երկրները դրա հետ բոլորովին կապ չունեն։ Պետությունները կարող են իրար ճանաչել միաժամանակ ունենալով սահմանային եւ տարածքային վեճեր։ Մենք բավականին շատ ունենք, ամենահայտնին Կուրիլյան, այսինքն կղզիների պատմություն, այսինքն 300-ից ավել այսօր գոյություն ունեն տարածքային վեճեր իրար ճանաչած պետությունների միջև եւ ճանաչումը չի բերում սահմանների ճանաչում։ Նույնը վերաբերում է առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որի անդամակցությանը վկայակոչելով Նազարբաևն ասեց այն սահմաններով, որով մտել է առևտրի համաշխարհային կազմակերպություն։ Նորից եմ կրկնում, որևէ հիշատակում այնտեղ սահմանների մասին չկա եւ չէլ կարող ինչ կապ ունի առևտրի համաշխարհային կազմակերպությունը պետության սահմանների հետ։ Այն փաստաթուղթը, այսինքն արձանագրությունը, որով 2003 թվականի փետրվարի 5-ին անդամակցել է, դա 2002-ի դեկտեմբերի 10-ի փաստաթուղթն է, նորից չկա սահման բառ ընդհանրապես։ Նախապատրաստող փաստաթղթերի մեջ, որտեղ եղել է համապատասխան զեկույց, սահմանը հիշատակվում է սահմանային միջոցառումներ, սահմանամերձ տարածք, սահմանային գոտի ձևակերպումների մեջ։ Այսինքն նախ այդ նամակը, որը Նազարբաևը կարդաց, ոչ միայն միջազգային միջպետական հարաբերությունների տեսանկյունից անընդունելի վարք էր, որովհետև գիտեք, դա այսինքն ինքը իրավունք չուներ եւ ընդունված չի բերել մի հարց քննարկելու, որի, ասենք, հեղինակը ներկա չէր, ինքը ինչ է, դատապաշտպան էր հանդես գալի Ադրբեջանի։ Առաջինը, երկրորդն էլ այն փաստերը, որին վկայակոչում էր Նազարբաևը Ալիևի նամակի միջոցով, կեղծ էին եւ սուտ եւ Նազարբաևը իրեն դրեց անհարմար վիճակի մեջ։ Այստեղ հարց է ընդհանրապես քննարկվում, պիտի Հայաստանի պատվիրակությունը պատասխաներ թե ոչ, միանշանակ պիտի պատասխաներ, որովհետև այդ ժամանակվա ասածն է հաշվի առնվում եւ ոչ թե հետո։ Այդպես է, օրինակի համար հիշենք նույն Ցյուրիխյան արձանագրությունները 68 թվականի Վիեննայի կոնվենցիան հստակորեն ասում է ցանկացած վերապահում ուժի մեջ է, եթե ստորագրության ժամանակ while signing, այսինքն ստորագրության ժամանակ ես դու տեսակետ արտահայտում, հետո տեսակետ արտահայտած ուժի մեջ չի, դա է ընդունված, այսինքն տեսակետ արտահայտվեց, որը լրության եւ պատահական չէր, որ Նազարբաևը վերջում դիմեց Սերժ Սարգսյանին եւ ասեց նիտակ լի Սերժ Ազատիչ, այսինքն ինքը վերահաստատեց այդ տեսակետը եւ առարկության բացակայությունը հունիսի ընթացքում այդ հարցը, այսինքն դեռ քննարկման հնարավորություն տրվել է, թե դա ակեսպես բաներ։ Չէ, քննարկենք, բայց ինչը քննարկենք, այսինքն ըստ էության քննարկենք, այսպես ասած, Հայաստանի սահմանների ճանաչված լինելու հարցը առանց Ղարաբաղի, այսինքն, գիտեք, բանակցության նյութը ինքնին կարևոր է։ Եթե մենք ընդունում ենք, որ այդ հարցը ենթակա է քննարկման, նշանակում մենք ընդունում ենք, որ դա հնարավոր տարբերակ է։ Այս սա է խնդիրը։ Այնտեղ պիտի հստակ դրվեր հարցը, որ սա այստեղ քննելու առարկա չէ։ Առավել եւս նախադեպ կա, Ռուսաստանի նախադեպը Ղրիմի հետ կապված է, այսինքն սա այդպես չէ քննարկվում։ Նույն ինքը Ղազախստանը Չինաստանի հետ տարածքային վեճ ունի։ Իսկ ով ասեց, որ նրա սահմանները ճանաչված են եւ ընդունված են։ Այն որ Ալմատիից տեղափոխեցին Աստանա, պատճառներից մեկը հենց այդ չինական հավակնություններն էր այդ տարածքի վրա, այսինքն դա մշտապես եղել, այսինքն աշխարհում գրեթե երկիր չկա, որ որպես սահմանային եւ տարածքային վեճ չունենա, միշտ կա փոքր եւ մեծ, միշտ կա։ Այնպես որ դա պիտի արվեր։ Հիմա 15 օրվա ընթացքում իհարկե կարելի է եւ պետք է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում արտահայտի, բայց արդեն սա մի փոքր ոնց որ ասած ավելի նվազ կարևոր կլինի։ Հայաստանը ունի ռեսուրս մերժելու, Հայաստանը ունի այնտեղս այն ընտրանք։ Հայաստանը մերժելու ռեսուրս չունի, Հայաստանը ունի խուսանավելու, մանևրելու որոշակի փոքրիկ սահմաններ եւ իհարկե Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ որևէ փաստաթուղթ, որ հստակորեն կնշի, թե Ղարաբաղը
այստեղ չի մասնակցում, Ղարաբաղը Հայաստանից առանձին է, այդ փաստաթուղթը մեր ժողովրդի կողմից չի ընդունվի հստակորեն, այսինքն դա կնշանակի նրա կարիերայի վերջը։ Այնպես որ այստեղ պետք է նա գտնի ինչ-որ մի տարբերակ։ Կարծում եք կլինի ընդվզում։ Կարծում եմ այո։ Չունենք այնպեսի քաղաքական ուժեր, որ կկարողանան այս ամեն ինչը կազմակերպել, հա, գիտեք, մեր բոլոր քաղաքական ուժերն էլ այսօր պրոռուսական են, հա, բայց ես կարծում եմ, որ հնարավոր է որոշակի զուտ թեկուզ ոչ քաղաքական, հանրային, համաժողովրդական ինչ-որ մի ընդվզում հաստատ կառաջանա։ Բայց արդեն իսկ պետք է զգայք այդ նախադրյալները, հա, ընդվզման։ Երեք ազգանաժողովում մեկ-երկու հայտարարությունից բացի որևէ լուրջ քննարկում չի եղել, հասարակությունը առանձնապես։ Դե գիտեք ինչ, ես այնուամենայնիվ հավատում եմ, որ հայ ժողովուրդը դեռևս կենդանի է, որ հայ ժողովուրդը դեռևս ամբողջապես կարծիքները ձեզ չեն հուսահատում։ Չէ, որովհետև այդ հարցերը լուծում են Հայաստանում ոչ Ղարաբաղում։ Բայց ընդվզողը գուցե ավելի շատ լինի Ղարաբաղի հասարակությունը, չէ՞։ Ընդվզողը լինելու է Հայաստանի հասարակությունը։ Ղարաբաղի հասարակությունը սովոր է այդ հարցերում ենթարկվել Հայաստանից հնչող կարծիքներին, մանավանդ եթե Հայաստանի իստեբլիշմենտի մեջ ղարաբաղցիներ ունեն նկատելի ներկայություն։ Պարոն Յանուկյան, Ղարաբաղի մասին խոսելիս բավական դժվար է այժմ վիճակը սահմանում։ Միայն մայիս ամսվա ընթացքում 4 զինծառայող զոհվեցին, 1 փոխգնդապետ, ցավոք 10-ից ավելի քան 10 զինվորներ վիրավորվել են, մի քանի դիվերսիոն գործողություններ տեղի ունեցան, ինչ է կատարում սահմանին ըստ ձեզ, եւ այս դեպքում Հայաստանը ինչու չի պահանջում ՀԱՊԿ-ից որևէ արձագանք։ Սա ըստ էության նույնպիսի անգործունակ միություն է, որը նաև կարծում եմ Եվրասիական միությունն էլ լինելու այդպիսի ինչ-որ ֆորմալ միություն, որը որևէ օգուտ մեզ չի տալիս։ Բայց մենք ես կարծում դրանից միակ օգուտը, որի մասին այս ընթացքում ես լսել եմ, որ կարող է ռեալ լինի, դա գազի գինն է, որ ասենք շատ չի բարձրանում, հա, ուրիշ որևէ բանի մասին խոսակցություն չկա, իսկ ինչ վերաբերում է ուրեմն ՀԱՊԿ-ից օգնություն պահանջելուն, ես կարծեմ, թե բազմիցս ասվել է այն մասին, որ ՀԱՊԿ-ը չի միջամտելու ուրեմն նման տիպի գործողություններում, մանավանդ որ խոսքը վերաբերում է Ղարաբաղին եւ կրկին ուրեմն եթե գնա նմանատիպ քննարկում, կրկին խոսքը գնա, որ ՀԱՊԿ-ի անդամ է Հայաստանը եւ ոչ Ղարաբաղը, այնպես որ Հայաստանը ՀԱՊԿ-ից որևէ գործուն օժանդակություն չի կարող սպասել։ Բայց սահմաններն են վտանգված եւ բավական այնպես լարված իրավիճակ։ Դա քանի որ սա բնական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմի, բնական է, որ ՀԱՊԿ գոյություն չունի, այլ գոյություն ունի, չգիտեմ, Հայաստան, Ռուսաստան, Բելարուս, Ռուսաստան եւ այլ, ուրեմն երկկողմ հարաբերություններ եւ ասենք սա նույն տիպի ՀԱՊԿ-ը նույն տիպի մի շղարժ է, ինչպեսին եղել է, ասենք թե ԱՊՀ-ն, ինչպեսին Եվրասիական միությունն է, ինչպեսին Մաքսային միությունն է, որ Ռուսաստանը կարողանա, ասենք, իր արևմտյան գործընկերներին ներկայանա, ասի որ գիտեք ինչ, ես միայնակ երկիր չեմ, ես էլ եմ բևեռ, ես էլ այս ծևի բևեռ եմ։ Իսկ ինչ վերաբերում է այս իրադարձություններին, ձեր նշած ես պարզապես չեմ կարող ասել, արդյոք դա հերթական սրացում է, թե դրա տակ քաղաքական հետատեքստ կա, սահմանի այս միջադեպերի հետ կապված։ Ինչ է կարծում, պարոն, հերթական սրացում է, թե քաղաքական։ Ադրբեջանը ես կարծում եմ իր հերրահար քաղաքականությունն է իրականացնում, այն է հնարավորինս թուլացնել Հայաստանը տնտեսապես, քաղաքականապես եւ այլն։ Եվ այս ճնշումները, ռազմական ընդհարումները նա լավ է հասկանում, որ ազդում է երկրի վրա, արտագաղթի վրա է ազդում, ինչքան էլ մենք դա գործոններից մեկն է, չմոռանանք, սահմանամերձ շրջաններն են դատարկվում, ներդրումներ չի լինում այդ պատճառով։ Այստեղ ՀԱՊԿ-ի մասին խոսք գնաց, ՀԱՊԿ-ը չի կատարում իր հիմնական պարտականությունը, այսինքն Ռուսաստանը զենք է ծախում Ադրբեջանին, դա իր անմիջական պարտավորությունների խախտում է, այսինքն նման բան չի կարող լինել, դա պաշտպանական կառույց է, այսինքն ըստ էության մեր թշնամին Ռուսաստանի թշնամին է, եւ Ռուսաստանի թշնամին մեր թշնամին, բայց Ռուսաստանը այսպես ասած կոմերցիա անում, ինչպես իրենք են ուզում ձևակերպել, եւ տեսեք Ալիևի այդ ելույթը, ելույթ ասենք,
Նազարբայևի ելույթը Հանձին Ալիևի հետ դիմակը հակած, որը շատ բացառիկ բան է, դեռ փորձեմ մի քիչ գրքերը թերթեմ հասկանամ նման բաներ եղել է, թե չէ, բանը չդատապարտվեց Ռուսաստանի կողմից։ Միակ երկիրը, որը դատապարտեց, դա Միացյալ Նահանգներն է, որի պետքարտուղարության մամուլի խոսնակը հստակորեն դիրքորոշում արտահայտեց, որ անընդունելի է Ադրբեջանի կողմից նման ռազմատենչ հայտարարությունները եւ այլն, եւ դա կարեւոր է։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանին զսպող միակ գործոնը այսօր Միացյալ Նահանգներն է եւ պատահական չի։ Նույն ռուսները հայտարարեցին իրենց բանով, որ Միացյալ Նահանգներն են, որ թույլ չեն տալիս Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը։ Այստեղ ուղղակի պարզապես Միացյալ Նահանգների շահից չի գալիս ռուսական վերջնական վերահաստատումը, ասենք այս տարածաշրջանում եւ այս դատապարտումն է շատ արագ դատապարտումը, Ալիևի հետ նամակին կարծում եմ նաեւ ուղերձ էր մերոնց, որ դուք 15 օր ժամանակ ունեք, այսինքն դիմեք մեզ, դուք չեք կարող դրա դեմն առնել, դիմեք մեզ, մենք ինչ որ մի բան անենք։ Ակառակ դեպքում Միացյալ Նահանգները ընդհանրապես կլռեին եւ այսօր Հայաստանը լրիվ համաձայն է որ ռեսուրսներ չունի եւ դրա համար խնդիրը հետեւյալն է որ դու կարաս ոնց ասած դրսից ռեսուրս բերես այլ պարագայում դա հնարավոր չի եթե Հայաստանի իշխանությունները ամեն դեպքում չընդունեն այդ ուղերձը եւ չդիմեն այսինքն վերջնական գնան Եվրասիական միություն ինչ կլինի այս դեպքում Ղարաբաղի հետ Գիտեք, ես նախ սկզբունքորեն չեմ հասկանում, մենք ինչու սովետական միությունից դուրս եկանք, որտեղ գոնե դե յուրե իրավահավասար միավոր ենք, հիմա որպես ավելի ցածր կարգավիճակով պիտի մտնենք մի հատ ավելի վատ միության մեջ։ Գոնե սովետական միության մեջ կային ընդհանուր աշխատավարձներ, ինչ որ հավասարություն կար, որոշակի բաներ կար, այսինքն գիտեք, ստացվում է, որ մենք այս մեր 25 տարվա տառապանքը մենակ նրա համար էլ, որ մեր ինքնիշխանությունը կորցնենք ավելի ցածր կարգավիճակով։ Եթե չլինի չդիմեն, այսինքն դառնանք ավելի վատ տարբերակով։ Տեսեք, անգամ մենք Մաքսային միության անդամ եւ այս Եվրասիական միության անդամ չենք դառնում, որը օգտվենք նրա քիչ թե շատ առավելություններ, եթե այդպեսին կա։ Այսինքն մեզ համար ամենավատ տարբերակն է զարգանում։ Այսինքն մենք Եվրոպայից զրկվում ենք, չունենք ասոցիացիան համաձայնագիր, որ այդ շուկան կարող ենք մտնել, միևնույն ժամանակ լիիրավ անդամ չենք դառնում, չենք կարողանում օգտվել։ Եվ ինչ կլինի Ղարաբաղի հետ։ Ղարաբաղի հետ այսօր արդեն ռուսները գրում են ձևականորեն իբր մաքսակետ տրվի, Այսպես ոնց որ ասած ձևականորեն կխափեն, հետո կասեն ոնց թե մաքսակետը կա, պիտի օրենսդրությունը գործի, ոնց որ ասած չորով կդնեն, ոնց որ այսօր մեր սահմաններն են իրանք, չէ՞ որ սկզբից նախատեսվում էր Հայաստան-Թուրքիա սահմանների պաշտպանություն, հետո դա վերաձերկվեց պաշտպանություն եւ պահպանություն։ Ինչ է նշանակում այդ պահպանումը, այսինքն վերահսկումը, այսինքն մենք բոլորովին մեր շահից չէր գալի վերահսկումը սահմանների ռուսներին հանձնել, պաշտպանությունն ուրիշ բան է։ Եվ դա այդպես կլինի, եւ ես այդքան լավատես չեմ, եթե էապես չփոխվի մեր քաղաքականությունը արմատապես տնտեսական վիճակը միանշանակ կվատանա Հայաստանում, որովհետև գոնե 1200 եւ ավել ապրանքային անուններ կան, որոնց վրա մաքսատուրքերն ավելի բարձր են, այսօր մեր առևտրի առաջի, այսպես ասած, ուղղությունները դա Եվրոմիության երկրներն են, դուրս եկեք փողոց եւ կտեսնեք, դա Միացյալ Էմիրությունից բերած, Չինաստանից բերած ապրանքներն այդ ամբողջը թանկանալու է, չէ՞։ Այսինքն այսօր որ բերվում է եւ ժողովուրդը առնում, անգամ Թուրքիայից եկող ապրանքը պիտի թանկանա։ Այդ ամբողջը թանկանա, առաջին հերթին ժողովուրդը պիտի տուժի, միայն գազով չի։ Բացի գազից լայն սպառման շատ ապրանքներ կա։ Այսինքն մենք կծվում ենք որպես փոքր սպառման շուկա, որտեղ մեր տնտեսական դերը, մեր քաղաքական, անգամ ես այսպես ասեմ, մեր ցուցանմուշային դերն է այդտեղ կարևորը, անգամ քաղաքական դերը չի։ Դա է կարևորում, բայց ժողովուրդը տուժելու է եւ խրախուսվելու է արտագաղթը։ Դրա համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում եւ իրավական եւ տնտեսական, ժողովուրդն էլ վերջ ինչքան քիչ մնաց, այնքան տնտեսական վիճակը կվատանա։ Ես մի հատ ուզում այստեղ բարձրացնեմ թվում է թեմայի կապ չունեցող հարցը հետևյալն է եկեք մենք մեզ հարց տանք ինչ է անում այստեղ ռուսական ռազմական բազան եթե մենք տեսնում ենք որ Ադրբեջանի դեպքում Ռուսաստանը մեզ հանգիստ հանձնում է ուրեմն Ադրբեջանի պայմաններին միֆը այնպեսին է որ ռուսական ռազմական բազան մեզ Թուրքիայից պաշտպանելու համար է
բայց ինչու պաշտպանի, եթե մեկ խոսքով, եթե մեկ նամակով նա կարող է հանձնել։ Այսինքն բացարձակ անիմաստ կերպով, հա, մենք մեր տարածքը, չգիտեմ, ձրի կերպով մենք ուրեմն զիջել ենք ռուսներին, նրա համար որ նա այստեղ լուծի իր ստրատեգիական խնդիրները։ Դուք ասում եք Հայաստանը ինչով կարող է պատասխանել դրան։ Օրինակ այս հարցը թող բարձրացնի։ Կոնե բարձրավիճակ ուզեն։ Չգիտեմ, հարց բարձրացնի ընդհանրապես ինչ է անում այստեղ Ռուսաստանը, եթե Ռուսաստանը մեզ հանձնում է մեր թշնամիներին։ Եթե նա ում անունը դրել է մեզ պաշտպան, մեր անվտանգության երաշխավոր, հանգիստ առանց մի կրակոցի, հա, մի նամակ ընթերցելով մեզ հանձնում է մեր թշնամիներին։ Ես ուղղակի ուզում եմ մեջ բերել վերջերս Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հարցազրույցից մի հատված, որտեղ կրկին անգամ ասվում է, որ զենք վաճառելը ընդհանրապես բիզնես է եւ մեջբերում են եւ պետք չէ այդ հարցերի վրա ուշադրություն սևեռել, այնպես որ ես այստեղ կրիմինալ չեմ տեսնում, վտանգավոր որևէ բան չի կատարվում, դա պարզապես կոմերցիոն գործարք է։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, սա մի քանի անգամ կրկնվող թեզ է, սա հեգնանք է Հայաստան, ինչպես կարող ենք դա որակել։ Սա ըստ էության նույնն է, ինչ որ այսօր կանաչ հագուստներով չեչեն վարձկաններ ասեն, որ ուկրաինացի սպանելը դա պարզապես բիզնես է։ Սա նույն հարթության մեջ է։ Ես չգիտեմ դրա ունը հեգնանք է, դրա ունը դաժանություն է, դրա ունը ինչ է, հա։ Դա ուղղակի նշանակում է, որ Հայաստանը չի համարվում այլևս անկախ երկիր, այլևս ինքնիշխան երկիր, որ Հայաստանը չի կարող, Հայաստանը իրավունք չունի քաղաքական հարցեր առաջ քաշել։ Հայաստանի հետ կարելի է լուծել, չգիտեմ, ինչ որ տնտեսական, ինչ որ սեփականության, ինչ որ կրիմինալի հարցեր, բայց ոչ քաղաքական։ Մենք այլևս այդ պոտենցիալը չունենք։ Պարոն Պապյան, որպես դեսպան, ինչ է կարծես, ինչու որևէ դիվանագիտական արձագանք չի տրվում Ռուսաստանի դեսպանին, ով արդեն երրորդ բավական սկանդալային հայտարարություններն է անում։ Ցանկացած արձագանք հատկապես Ռուսաստանի դեսպանի նկատմամբ պիտի հրանգահավորվի ամենաբարձր պաշտոնյաների կողմից։ Դա անգամ արտգործնախարարության եւ անգամ արտգործնախարարի իրավասությունը չի։ Ռուսաստանի պարագային։ Իհարկե, այսպես ասած, իրավական տեսանկյունից արձագանքը պիտի լիներ միանգամից եւ ունենք մենք արձագանքելու հնարավորություն, որտեղ առաջինը զենքի վաճառքը երբեք չի եղել եւ չի կարող լինել միայն կոմերցիա, միայն առևտուր, բայց այդտեղ ուրիշ հանգամանքներ կա, մենք իրավական պահը նայենք։ Ռուսաստանը հանդես է եկել հայ-ադրբեջան զինադադարի կնքելու հիմնական միջնորդը, սպոնսորը, եւ դա պարտավորեցնում է իրան միջազգային իրավունքի տեսակետից, արգելում է կողմերին որևէ քայլ անել, որը կխաթարի զինադադարի բուն նպատակը։ Դա միջազգային պարտավորություն է։ Այսինքն Ռուսաստանը խախտում է իր պարտավորությունը, ինքը մեզ ասել է եկեք կնքեք զինադադար, ոնց որ ասած ես տեր եմ այդ զինադադարի նպատակը խաղաղությունն է կանենք, դրանից հետո ինք իրավունք չունի զենք ծախելու, սա մեկ իր այդ պարտավորությունը։ Երկրորդ, Ռուսաստանը եռանախագահության անդամ երկիր է, եռանախագահները որպես միջնորդներ իրավունք չունեն լինել կողմնապահ, այսինքն իրավունք չունեն որևէ կողմերից մեկին զենք ծախելու, եւ ըստ էության Միացյալ Նահանգներն ու ասենք Ֆրանսիան դա չասենք կատարելապես, բայց հիմնականում պահպանում են, այսինքն շատ փոքր նախ առաջինը սխալ են անում, որ մեզ են վաճառում այսպես են, բայց մեզ իրանք պարտավոր են վաճառել, մենք հապկի անդամ երկրներ ենք, սա մեկ, այսինքն այդ բանը։ Երկրորդը էական տարբերություն կա մեզ ինչ են, որակային տեսակետից, զենքի մեզ ինչ են վաճառում եւ իրենց ինչ են վաճառում։ Չմոռանանք, որ բացի ամեն ինչից գոյություն ունի 92 թվականի Տաշկենտյան համաձայնագիր, որը 90 թվականի Փարիզի պայմանագրի ադապտացված տարբերակն է, այն Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին այդ պայմանագիրը, որով հստակորեն հարավ-կովկասյան 3 երկրների համար 5 տիպի հարձակողական զենքերը, այդ թվում տանկերը, հրետանին, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, դրանց նկատմամբ կա հստակ սահմանափակումներ, այսինքն 220 հատ, 280 հատ եւ այլն։ Ռուսաստանը խախտում է նաեւ այդ պարտավորությունը, դա էլ հստորագրել է։ Այսինքն ինչ է ստացվում, որ նստում ենք, քննարկում ենք, ինչ որ բաներ ենք անում եւ Ռուսաստանը որևէ պարտավորություն չի պահում։ Դե այստեղ արդեն հարց է առաջանում։ Եթե Ռուսաստանը չի պահպանում իր պարտավորությունները, որոնք ստացել է բազմաթիվ երկրների առջև,
եւ այդ երկրները ուժեղ երկրներ են, ինչու պիտի ինք իր պարտավորությունները մեր նման երկրի առջև պահպանի, երբ որ մենք որևէ լծակ չունենք։ Իսկ պատրանքը, պաշտպանված լինելու պատրանքը դա շատ ավելի վտանգավոր է, քան այդ վտանգի գիտակցումը, որտեղ եթե մենք գիտակցում ենք, որ կա վտանգ, ինչ որ քայլեր ենք ձեռնարկում, չգիտեմ, փորձում ենք Արևմուտք, Եվրոպա, Ամերիկա կամ նույն թուրքերի հետ ինչ որ լեզու գտնենք, բայց այդ պատրանքը, որ մենք իբր թե պաշտպանված ենք, թույլ չի տալի որևէ քայլեր ձեռնարկելու եւ հետո ի վերջո կարող է մի օր պարզվի, որ մենք լրիվ միայնակ ենք դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ուզեմ ամփոփենք հաղորդումը եւ Արմեն Եվրոքյանի չեք կարծում ի վերջո ինչ կարող է այսօր անել Հայաստանը, Հայաստանի հասարակությունը։ Փորձենք այդ պատրանքի հնարավորինս դեմ պայքարելու համար։ Ես կարծում եմ Հայաստանի հասարակությանը լուրջ սթափվել, չգիտեմ, ռեստարտ է պետք, որ հասկանան, թե այս ուր տարան մեզ դեպի Ռուսաստան, այս ինչ եղավ մեր հետ, հա, ինչի բոլորս դեպի Ռուսաստան ու հանկարծ այսպես։ Սա առաջի հերթին իհարկե վերաբերում է Հայաստանի քաղաքական ուժերին, որոնք որ միարժեքորեն բոլորը անդամագրվեցին ուրեմն Ռուսաստանի ռուսամոլների շարքերը, եւ վերաբերում է նաեւ սովորական քաղաքացիներին, որոնք որ ըստ էության լուր համաձայնության տեղի ունեցավ այդ ամեն ինչը։ Եթե չկան քաղաքական ուժերը փաստորեն ընդդիմությունը համարեց, որ սա անշրջելի փաստ է։ Գիտեք, ցավոք սրտի կարծում եմ հասարակությունը ինքն էլ իր էության մեջ այսպես անք այդ պատրանքներով է տարված։ Հիմա դա շատ խորքային ավելի արմատներ ունի, ինչու է։ Դուք պատկերացրեք իմ երկու լավագույն ընկերները վերջերս Սփյուռքահայ, որ դրսում են ապրում, ինձանից նեղացան զուտ նրա համար, որ ես ասացի, որ ասենք ռուսները զենք են ծախում Ադրբեջանին։ Ինչու, որտեղ իրանք խորապես համոզված են, այդ ձեր ասած իման մեզ էլ են զենք տալիս, եւ մյուս բաներ, եթե ռուսները մեզ չպաշտպանեն, ելով պիտի պաշտպանի։ Այդ միտքը, եթե ոչ ռուսները ելով, շատ խորն է հայերի մեջ։ Հայաստանցիների, սփյուռքահայերի, չեմ ասում, ասենք ռուսայի համայնքը, որը ամբողջովին, այսինքն ռուսական իշխանությունների գաղափարն է առաջ մղում, ցավոք սրտի մեր իշխանությունները պիտի այդտեղ առաջի ջութակի դեր կատարեն, չեն կատարում։ Մենք ինձ թվում է արդեն որպես ժողովուրդ էլ դա անգամ ինքնապահպանման բնազն ենք սկսել կորցնել։ Դա ցավալի բան է, բայց սկսել ենք դա կորցնել։ Մեր միակ հույսս այն է, որ այսպես պատմականորեն ծայրահեղ ծանր վիճակների մեջ մենք կարողանում ենք ինչ-որ ելք գտնել, բայց հերթական անգամ ստացվում է, որ մենք ծայրահեղ ծանր, ասում են ինչ պիտի անեն, այսինքն պիտի որոշ մարդիկ, մեր հասարակության լավագույն մասը սեփական արյունով վաղը սրբագրելու այն քաղաքական սխալները, որ այսօր ենք թույլ տալիս։ Մենք ցավոք սրտի սովոր ենք արյունով սրբագրել սխալները, հասցնել ծայրահեղության, բայց դա կարծեք թե դա մեր ճակատագիրն է։ Շնորհակալ եմ հետաքրքիր քննարկման համար, հուսանք, որ ինչպես պարոն Պապյան ասաց, կարիք չի լինի արյունով սրբագրելու քաղաքական սխալները եւ ի վերջո դիվանագիտական քաղաքական մեր պատասխանատուները կկարողանան այս հարցերը լուծել բանակցային սեղանին։ Շնորհակալ եմ, հաջողություն։